մարտի 14-ն է։ Գտնվում ենք Կոտայքի մարզում, Չարենցավանի վարչական տարածքում, այդպես էին նշում քաղաքացիները, ու հիմա տեսնում եք, ինչ մեծ թափով վարար ջուրը լցվում է գետը, ու սա ոչ թե ջուր է, այլ կեղտաջուր, կոյուղի, չգիտես որ մի ծալապակասի մտքով է անցել, որ կոյուղատարից դուրս եկող այդ ջուրը պիտի լցվի գետը, ապականվի գետը։ Հիմա այստեղից խնդրանք պահանջով դիմում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին, Կոտայքի մարզպետին Ահարոն Սահակյանին, բնապահպանության նախարարությանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Անդրինե Սարգսյանին խնդրում ենք, որպեսզի հրատապ գտնեն այս գլուխ գործոցի ճարտարապետին, ճակերտավոր ասած ճարտարապետին պատժել օրենքի ողջ խստությամբ։ Հիմա տեսեք ոնց է, այստեղ պիտի լինեք, որ այս հոտը զգաք, ամբողջ կեղտաջուրը, կոյուղաջուրը լցվում է գետը, ապականում է գետը։ Քաղաքացիները նշում են, որ սա ոչ թե նոր այլ մի քանի տարվա պատմություն ունի, նույնիսկ ասում ենք, զարմանում ենք, որ ոչ ոք սրա դեմը չի առնում։ Հիմա տեսեք։ Միայն բնությունը չսիրողը նման քայլի կդիմի։ Տեսեք, ամբողջ ու այստեղ հանգստյան գոտիներ են սարքում, ու տեսեք ոնց է կեղտաջուրը այսպես հոսում է։ Հլստեն այ կեղտը, սաղ կեղտ է, այսա նայք, հլնայք ոնց է կեղտը դուրս տալիս, այս խողովակի հավանաբար ջրա հեռացման, կոյուղատարի հեռացման խողովակներն են, որ կամ կոտրվել է, կամ միտումնավոր կոտրել են, ու ամբողջ գետը ապականվում է, նաև դիմում եմ, նաև խնդրանքով դիմում եմ բնապահպան ընկերություններին, այստեղ դուք ձեր անելիքը ունեք, ամբողջ գետը ապականվում է, բնությունը ապականվում է։ Դստե նայ գետը, սաղ։ Մեծ թափով է կեղտաջուրը լցվում է։ Լստենայք, ամբողջ բնության այս կեղտաջուրը սա, լստենայք, սաղ լցվում է գետը, եթե չեմ սխալվում, Մարմարի գետն է կամ լավ կճշտեմ, ամենայն դեպս Մարմարիկն է, թե Հրազդանն է, բնության հերը անիծում են, ու սա բնակիչների մի քանի տարվա պատմություն ունի, լստենայք, սաղ կեղտ է, Բնապահպանության նախարարությունը, ջրային կոմիտեն, ամբողջ կառավարությունը պիտի գտնի ու պատժես։ Կոտրել են, որ կեղտաջուրը լցվի գետը, ոչ թե։
Լնդեն այ ոնց է։ Էլ ոնց են բնության հերանիցում։ Որ ասմանից էլ պոզո պոչով ալնում։ Տես ալնայ։ Իբրև թե հանգստի գոտի են սարքում այս կեղտի մեջ, կեղտաջրի մեջ ինչ հանգստի գոտի, հեսա, կեղտաջուրը լրիվ լցվում է գետը, Սենց գնում է, ապականում է ամբողջ բնությունը, գետը, Հիսուս ջան, դու գոնե փրկես բնությունը, Come on. Նայք ոնց է կեղտաջուրը լցնում է, ամբողջ գետը ապականում է, Սենց գնում է, հուվ, հանցագործություն, բնության նկատմամբ հանցագործություն, տեսնում եք, պատկերացրեք վարկյանում ինչքան կեղտաջուրա լցվում գետը, ու սա բնակիչների մի քանի տարվա պատմություն ունի, այստեղ նաև պետք է աշխատանքներ կատարեն, պարզեն, ջրային պետական կոմիտեն, Այն լավ մարդանունը ոնց էր է, մոռացա, Մեսրոպյանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է միջամտի այս խնդրին, տեսեք, Այնտեղից տեսեք, ջուրը համեմատած մաքուր է, բավականին մաքուր, վարար ջուրը գալիս է, գետը գալիս, այստեղ արդեն որ
սովետական տարիներին է եղել, կամ կոտրել են, կամ հակ բացել են, չգիտեմ, ամենայն դեպս անփութություն, բնության նկատմամբ ոտնձգություն, էլ ոնց է լինում, գարշահոտ, այս կեղտը լցվում է գետը, ապականում է բնությունը, խնդրում եմ, նաև բնապահպան կազմակերպություններին, դուք էլ ձեր խորհրդով, ձեր ձայնը բարձրաձայնեք, որ կան սրա դեմն առնեն, ափսոսա բնության հերն անիծում են, որ այստեղ լինեք հոտը կզգաք, նամանավանդ հանգստան գոտի էին ասում, սարկում են մի քիչ ներքև կրպակներ էին սարկում, ասեցին հանգստան գոտիների համարա, տեսեք, պատկերացեք վարկյանում ինչքան կեղտաջուրա լցվում գետը, հոտը սպանում է մամա ջան, մարդիկ սիրուն հանգստյան գոտ են սարքե, պիտի բարեկարգեն, բայց ումա պետ, որ գարշահոտ է գալիս, կոյողատարը տրակած, կամ միամիտ վնասվել է, կամ դիտման վնասվել են, կամ չգիտեմ էլի, ու ամբողջ կեղտաջուրը լցվում է գետը, մարդիկ պիտի գան հանգստանան, հանգստի գոտում, մաքուրոտ շնչեն, արքեզ մաքուրոտ, այս գետի անունը ոնց է, Հրազդան գետ, հա, ուրեմն ճիշտ էլ ասում էի, սկզբից ասի Հրազդան գետ, այս ինչքան ժամանակ է այս վիճակը, 2 տարի ասենց գալիս է, բա,